Ալֆա ճառագայթներ Ալֆա ճառագայթները հիմնված են ալֆա մասնիկների վրա, որոնք 2 պրոտոն և 2 նեյտրոն պարունակող մասնիկներ են։ Այս մասնիկները դուրս են գալիս ռադիոակտիվ նյութերից, օրինակ՝ ուրանի կամ ռադիումի միջուկից։ Ալֆա ճառագայթները ունի փոքրամասնիկային բնույթ և չի կարող անցնել մի քանի սանտիմետր հաստությամբ նյութերի միջով, սակայն մասնիկների հետ շփումը կարող է վնասակար լինել։ Ալֆա տրոհում ատոմի միջուկի ռադիոակտիվ տրոհման տեսակ, որի արդյունքում տեղի է ունենում հելիումի կրկնակի մոգական միջուկի ալֆա մասնիկի ճառագայթումը։ Ընդ որում միջուկի զանգվածային թիվը փոքրանում է 4-ով, իսկ ատոմական համարը 2-ով։ Ալֆա տրոհման ենթարկվում են միայն ծանր միջուկները։ Ատոմական համարը պետք է լինի մեծ 82-ից, զանգվածային թիվը մեծ 200-ից։ Ա տրոհման ենթակա են բազմաթիվ ռադիոակտիվ ծանր տարրեր, ուրանի, ռադիումի, թորիումի և այլ իզոտոպների միջուկներ։ Ալֆա տրոհման էլեկտրային ռադիոնուկլիդի լիցքը փոքրանում է 2-ով, իսկ զանգվածային թիվը 4-ով։ Այն պատճառով դուստր վերջույթը իրենից ներկայացնում է այն տարրի իզոտոպը, որը Մենդելեևի աղյուսակում 2 վանդակով ձախ է գտնվում էլեկտրայինից։ Առաջին անգամ ալֆա տրոհումը որոշարկել է բրիտանացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը 1899 թվականին։ Միաժամանակ Փարիզում ֆրանսիացի ֆիզիկոս Պոլ Վիլլերը նմանապես փորձեր անցկացրեց, սակայն չհասցրեց Ռեզերֆորդից շուտ հրապարակել։ Ալֆա տրոհման առաջին քանակական տեսանյութը մշակել է Գեորգի Գամովը։